Շատ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում, մենք ունեցանք հետաքրքիր նորություն, որը պայթեցրեց Հայաստանի քաղաքական դաշտը եւ չեմ վախենա այդ արտահայտությունից, նույնիսկ հիասթափեցրեց շատ շատերին։ Գիտեք, շատ մի հատ հետաքրքիր բան կա, քանի որ երեք դուք էլ եք լսել, ես էլ եմ լսել, ուղղակի քանի որ ես նո սենց ազնական մենք ծանոթ չենք, բայց իր մասին ես ահագին բաներ եմ լսել, Արտուր Ավանեսյան։ Հավանեսյան, այո։ Մենք իրան հարգում ենք որպես նախկին զինվորական, որպես դիվիզիայի 17 դիվիզիայի բան հետախույզ բաժնի պետ, բայց հասկանում եք, ստեղ մի հատ բան կա։ Ամենի հարգանքով Արտուրի հետ կապված իրանց անցած ճանապարհին, բայց Արտուր Ավանեսյանը չի կարա ներկայացնի, եթե խոսքը օրինակ, եթե դրանք պատկերացնում են, որ պիտի գան իշխանությունը վերցնեն, ու այդ մարդը գլխավոր մարդն է, որ պիտի ծրագիրներ մշակի, բան կարող է հետո, եթե իրանց էս ռեկլամա են անում, երևի թե իրանց բանի մեջ ինքը որպես ապագա պաշտպանության նախարարնա, չգիտեմ, կամ գլխավոր շտաբպետը, բայց ես ձեզ վստահաբար ասում եմ, այդ իրան մակարդակը չի, ինքը չի կարա դառնա ոչ պաշտպանության նախարար, ոչ գլխավոր շտաբի պետ։ Ու այդ իրան մակարդակը չի, որ որոշի, ինքը չի ստացել բավագույն կրթությունը ակադեմիային, խոսքն ենք, չգիտեմ, կապ չունի, Ռուսաստանում դա արևի մուտքում կամ ՆԱՏՕ-ի համակարգի մեջ այս բարձրագույն կրթությունը չի ստացել։ Երեք որ ես լսել եմ, ինչ որ ինքը ներկայացրեց, եթե ուղղակի կենացների բաներ է ասել։ Ու սա բանակը ես մի այդ բանը կարամ վստահաբար ասեմ, բազմատիվ սպայներ են ինձ զանգել, ոչ թե միայն ինձ, դեից մենք տվյալներ ենք ստացել, ամբողջ բանակը հերաստապեց այս ծրագրից։ Դրանք ասել են, բարարբար են ասում, այդ ինչ ծրագիր են ներկայացրել, այդ ինչ են անում, ովքեր են, հասկանում եք, ես ես վստահաբար ասում եմ, Սամվել Կարապետյանը երեք քաղաքական դաշտում ավարտեց իր անկամքի ինքնասպանությունով։ Այն ինչ որ ես լսել եմ, մենք Հունաստանը շատ ենք սիրում, շատ ենք հարգում, մեր եղբայրական պետությունն է, մենք Հունաստանի դեմ բաներ չունենք, բայց գալիս են բերում են մի հատ մարդուն, դեք ռուկապաշնի բոյ են ցույց տալի ոնց բան, լսեք, մենք ոչ պակաս տղերք ունենք, ոչ պակաս, եթե ոչ ավելի բարձր մակարդակով, այդ առաջինը։ Երկրորդ էդի չէ, ոչ մի բան չի ասել, ինչ ծրագիրներ, զորքի վերապատրաստման մասին, ես այդ ծրագիրը չեմ տեսել։ Լավ, այդ Արտուր Ավանեսյանը, որ այդ բաները ներկայացրեց, ես ասում եմ, դա ցածր մակարդակ է, ընդհանրապես մակարդակը էլ չի։ Էդի ես ասում եմ, բացի դրանից, ներկայացրել են այդ բրիգադնի գեներալին Սվիկա Հայնովիչ։ Ուրեմն մենք որ սկսել ենք, մենք վաղուց իր մասին իմացել ենք, որ ինքը Հայաստանում է գտնվում։ Իսրայելում կա օրենք։ Այս մակարդակի գեներալներ, որ ժամանակին պաշտոն են զբաղված, եթե քեզ հրավիրում են խոսք ունենալ Եվրոպա կամ այլ պետություններին, որպես փորձագետ, որպես կոնսուլտանտ, դու գնում ես, ուսումնասիրում ես, ինչ են ուզում, ոնց են ուզում, ինչ եղածը, չեղածը գալիս ես, հետո վերադառնում ես իրանց ռազմական հետախուզությունում պատմում ես գրավոր, ոչ թե բնավոր։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, պետքա ծախս անեն, պետքա վտանգի տակ աշխատեն ոչ լեգալ հետախուզների վրա։ Հիմա մարդիկ դռները բացում են, ամեն ինչ օրինական, պաշտոնական, լեգալ կերպով ինֆորմացիան արտահոսք դեպի այն երկիր, որը այդքան էլ բարի է։ Ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյան կամ իրան թիմի անդամներ, կուսակցության անդամներ ինչ որ որոշ ինֆորմացիա ունեն, բայց բոլոր դեպքերում, եթե ինքը հանդիպում է նախկին զինվորականների հետ, ու դրանք իրանց ինչ որ բաներ են պատում, խնդիրների մասին, ուրեմն ես ձեզ ժողովուրդ ջան նորից պաշտոնական հայտարարում եմ։ Ինձ ընդհանրապես չի տակում վաղը Սամվել Կարապետյանը իրան թիմի անդամների հետ ինչ են ասելու, թկած ունեմ, այլևս ես վստահաբար ասում եմ,
Ես գիտեմ, ինքը անպայման պարտադիր, որ ինքը գալիս է Հայաստան, Ֆրանսա, չգիտեմ, Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, բաման, նախ եւ առաջ ինքը սկզբից թույլտվություն է ստանում, հետո գալիս է, բա որ գալիս է ու վերադառնում է, ինչ որ իր համար հայտնի է դառնում, ինքը պիտի գա գրավոր գրի հանձնի իրանց ռազմական հետախոզներին։ Այսինքն իրանց ռազմետքին պիտի իմանա։ Այդ առաջինը, երկրորդը ինքը պաշտոնը զբաղվածեց որպես խոպի հրամանատար Իսրայելի բանակի 15-ից մինչև 18 թիվ։ Հենց այն ժամանակ 15-ից մինչև 18 Ադրբեջանը իրան խոպի միջոցներ ուժեղացրեց ու շատ լավ աշխատել է Իսրայելի հետ։ Այսինքն նայեք, դուք ինչ եք պատկերացնում, ինքը գալուս է ադրբեջանցիների դեմ աշխատի, խոսքի օրինակ, ասի, եթե ադրբեջանցիք sense բաներ ունեն, դուք sense պիտի բան սարքեք, լսեք, դուք գիտեք, որ Ալիևը շատ ուշադիր հետևում են, համ իրանց հատուկ ծառայություններ։ Դուք նկատել եք, որ Ադրբեջան մի հատ բողոքը չի ներկայացեց Իսրայելին։ Ես ես ասեմ ինչու համար։ Բողոքը չի ներկայացնում։ Ու ես չի որ դրանք պիտի հրապարակ են բանման։ Ուրեմն իրանց զինվորականներ կամ գլխավոր շտաբի պետը կամ Ալիևը կամ արտաքին գործերի նախարար կամ պաշտպանության նախարար կապնվում են Իսրայելի հետ, ասում են լսեք, թե նախկին խոպի հրամանատար հիմա Հայաստանում է, բայց կարող է գաղտնիքներ բացի։ Ես դες վստահաբար ասում եմ։ Դրանք Վալիին վստահացրել են, ասում են հանգիստ ախպեր ջան, կոնտրոլի տակ է, ինքը չի կարա, որովհետև պրեսիադա է ընդունել։ Ինքը չի կարա մեր պետության դեմ քայլեր անի, քանի որ դու Ալիև ջան, մեր ռազմաքաղաքական դաշնակից ես, երբեք ինքը ցես ոչ մի խորհուրդ չի տալու, քանի որ իրանց ռազմաարտադրությունը, որ աշխատում է Կիև Ադրբեջանի հետ, չի կարող է բերի ադրբեջանցիների համար վնաս։ Դրանք դժում են դրանից հետո։ Բացի դրանից, մենք Իսրայելից էլ ինֆորմացիա ենք ստացել։ Ինքը ավարտել է համալսարան զինվորական։ Ռազմետքի գծով, եւ ռազմաքաղաքական գծով։ Այսինքն նայեք, ես որ մարդ որ ունեմ ագին փորձ պարգևադրումներ պետության կողմից, նախագահի կողմից, նույնիսկ եւ վարչապետի կողմից, ես հասկացել եմ բազմաթիվ քանակով օպերացիաներ։ Ես մասնագետ, ես գիտեմ ռազմետքին ոնց աշխատում, ոնց ան։ Պետք չի մտածել, ոնց սարքեն, որ դու մի պետության մեջ խորը մտնես։ Այնակ ես հրավիրում են, քո հետ քննարկում են, քո հետ խոսում են, ես էլ մտածել եմ բան չունեմ ախպեր գնա։ Բայց գալուց առաջ ինքի թույլտվություն աստանում իրանց մեջ կա օրենք վերադառնալուց Իսրայելը ինքը պիտի անպայման գրավոր ներկայացնի ում է հանդիպել, ինչու մասին են խոսացել, համել մենք գիտենք ինչ ծրագիր է ներկայացրել, էշությունը։ Հասկանում եք, մենք ոչ թե Իսրայելի դեմ ենք, ժողովրդի դեմ, բայց Իսրայելը որպես պետություն իրանց ձեռքերը այստեղից միջև այստեղ մեր զինվորների արյունի մեջ է։ Ապրիլին ամսի 2-ին ինքը մասնակցեց մեր դեմ, 6 օպերատորը, ԱՏՍ-ի օպերատորներ աշխատել են մեր դեմ։ Այդ բանը հարցը մենք բացասրել ենք, Իսրայելում քրեական գործեր են բացել։ Սենց ասեմ 2002 թվականից Իսրայելը համագործակցում Ադրբեջանի հետ լիքը զենք զինամթեր, գաղափարներ, զորավարժներ, էսյան էնյան։ Բացի դրանից S-44 օրյա պատերազմի ժամանակ 60% մեր դեմ աշխատել է Իսրայելի զենքը ու Իսրայելի գաղափարն է եւ Թուրքիայի։ Այսինքն դրանք էլ ասում են մենք վատ բան ենք անում, որ Իսրայելից մարդ ես բերում։ Կներեք, այդ բանը պիտի ասեմ։ Ես զինվորական եմ։ Ես մի քիչ ինձ չեմ կարամ sense համեսպային բանակը էլ ալուսում մեր ծնողներ են լսում, որ երեխեքին կորցրել, այդ մանիպուլյացիա, որ ով է խոսացել այսօր, Նարեկն է խոսացել էլի։ Պարզաբանես Նարեկ Կարապետյան։ Իսրայելի ձերքի մեջ կա մեր արյունը։ Մենք երբեք չենք մասնակցել այդ process-ներում, որ Իսրայելի զինվորը տուժվի կամ զոհվի։ Ու Իսրայելը օրից օր անում է, ուժեղացնում է։ Մենք
Ամեն նոր տվյալներ ենք ստանում։ Իսրայելի ռազմաքաղաքական դաշնակիցը Ադրբեջանին։ Բացի դրանից ես վստահաբար ասում եմ, 100%-անոց ինֆորմացիա եմ ասում։ Ուզում եք, որ գնանք դատարանում հանդիպենք, գնանք դատարանում հանդիպենք։ Որտեղ ուզում եք, ես պատրաստ եմ ձեր պատասխանը տամ։ Ու դուք չեք կարող ապացուցեք ինձ, որ սենս չի։ Ես պատրաստ եմ իմ խոսքերի համար պատասխան տամ։ Ես ասում եմ, այս զինվիչը, որ գեներալ եկավստեղ, վաղը չեմ այսօր գնալու գրավոր գրելով, եթե խոսած ինչու մասին է խոսած, ինչ բաներ կա, ես չեմ ասում ինքն է հանձնելու այդ ինֆորմացիան։ Ինքը տալու է իրաց ղեկավարներին։ Բայց ես վստահաբար ասում եմ, իրաց ղեկավարները այդ ինֆորմացիան կփոխանցեն Ալիևին։ Անկախ ամեն ինչից, պարոն Պողոսյան, նայեք, նույնիսկ եթե դա էլ չլիներ, այն ինչ որ հիմա դուք ասում եք ու ասում եք պրոֆեսիոնալ մակարդակով, նույնիսկ եթե դա էլ դնենք մի կողմ, տրամաբանորեն, եթե պրիմիտիվ ենք մտածում, ախր չի տեղավորվում ոչ մի տեղ։ Դա շատ-շատեր, օրինակ, նայում եմ տարբեր լրատվամիջոցներ, տարբեր մասնագետներ, վերլուծաբաններ շատ հետաքրքիր են արտահայտվում, այդ բոլորս էլ գիտենք, բերում են Սինգապուրի օրինակը, թե ոնց Լի Կուան Յուն կանչեց օտարերկրյա մասնագետների լավագույններին, ասում են Նարեկն էլ այսօր բացատրելիս ասաց, որ իբր նախկին նախագահները, ղեկավարները դա չէին հասկանում, մենք խնդրել ենք նրան, որպեսզի գա, լավ, այլ մասնագետ չկար աշխարհում, մնացել էր հենց գնայինք Իսրայելից վերցնեինք։ Այդ եկեղեցիները, որ դրանք մեզ պատմում են, որ կանչենք ինչ վատ բան են արել, դուք երևի լսել եք, որ ասում է բան, ծնողներ, ասում է, ուզում եք ձեր երեխեքի գլխով բան դրնի, ատեսել բայրակտարը, արա որ բան չգիտեք։ Ես չգիտեմ ձեզ ինչ ենթասպայեցի պատմեց։ Բայրակտարը երբեք սահմանը չի անցել։ Այդ ում մանիպուլյացիա է կանում ծնողներ, ես ձեզ ասում եմ վստահաբար։ Բայրակտարը թուրքական բանն է։ Ինքը համագործակցել է F-16 ինքնաթիռի հետ։ Ամենամոտիկ որ դրանք մոտեցել են մեր սահմանին 5 կիլոմետր, բայց միշտ աշխատել են 5-10 կիլոմետր։ Հերվից չասած մեր սահմանին։ Մեր սահմանը անցել է խառոպներ եւ իրանց այդ մեծ ատեսեն Հերմեսը։ Ամսը 22-ին մենք ոչացրել ենք։ Ամսը 25-ին ոչացրել ենք։ Երկու հատ Հերմես ենք ոչացրել։ Դեպի Վարդինի սողոցի վրա եւ մի հատ խփել ենք Սևանի կողք։ Հետո դրանք գտնարեք ասում է Աբավյանն են եկել։ Աբավյանը եկավ Հերմեսը։ Հերմեսը ոչացրել ենք։ 20 միլիոնոց ապրանքը։ Բայրակտարը չի մտել ու չի անցել երբեք մեր սահմանը։ Սա իզրայելական ատեսեներ է։ Հերմեսը եւ խորոպներ։ Ասում է ոնց որ մտել են Աբովյան։ Բան որ չգիտես, Բերյանը մի բաց, իբրև քաղաքական գործիչ ես։ Իբրև դուք էլ ուզում եք գաք իշխանությունը վերցնեք, որ ինչ ժողովրդին մանիպուլյացիա եք անում։ Ինչու համար։ Մենք ինձ բացատրեք։ Եթե դուք բան չեք հասկանում, Հորիսում, ուրեմն ես եկել եմ դեղ նայել եմ ոնց մեր այս 300-ը ոչացրել են խոպի միջոցներ, այդ խառոպն դեղ ֆռում է վերևում։ Ես տեղերքին ասում եմ զինվորներին զորամասից հանեք դուրս։ Այսած խփելու են։ 15 րոպեից հետո խփել են։ Բայց պարկասու, քանի որ մենք դեղ ենք եղել, ես իմ թիմով դեղ եմ եղել, զգուշացրել են բան, կարգավորվել են, զոհ վիրավոր չի եղել։ Դրանից հետո դրանք ասում են բայրակտարը վերևով։ Այ, ես չգիտեմ, դրանք մասածից կախված են, չգիտեմ։ Արա չեն ասում են, որ խառոպն է խփել, սպանեց մեր զինվորներին, Հերմեսն է խփել, ասում են բայրակտար։ Ուրեմն, եթե դուք ջոդի փողից կախված եք, տեղափոխվեք ապրեք Իսրայելում, Հայաստանում ինչ գործ ունեք։ Ես Սամվել Կարապետյանի դեմ բան չունեմ, Սամվել Կարապետյանը։ Հիմա ես ասում ոչ թե Սամվելից վախ, ես ոչ մեկից չեմ վախենում։ Թանկից վտանգավոր չեն, տանկից։ Տանկել եմ տեսել, ամեն ինչ եմ տեսել։ Ես ուղղակի ասում, ես Սամվելի դեմ չունեմ, բայց այդ երիտասարդներ, կյանքը չեն տեսել, ոչ մի բան չեն տեսել։ Ես Սամվելը որ չլինի, դրանք ոնց կարան հարուստ դառնան, սենց ճանաչված մարդ դառնան։ Անել նկարներ են ցույց տալի։ Որ խփում են Պարսկաստանին ռակետներին են խփում։ Այսինքն բացի դրանից որ դու մեր հակառակորդին բերում ես Հայաստան, հալել մեր հարաբերություններ ես ջարդում։ Ու դրանք էլ ասում են քաղաքական գործիչները։ Ժողովուրդ ջան, ես ձեզ նորից ասում եմ, եթե գնալու եք իրանց հետևից,
Հետո չլացեք, որ գնալու եք ոչ թե երաբլուր, այդ երաբլուրը դառնալու վստահից միջև Սևան։ Ինչ եմ տենում, դեռ մի հատ կազակ է բանը, կազաչկի հայա, կազաչկի ֆորմով կանոնացա գեներալ։ Ահա։ Է բանը։ Դե պարզա չէ Ռուսաստանն է, բայց ես ես գիտեք իրանց կուրատորներ ովքեր են։ ՖՍԲ-ի 5-րդ դեպարտամենտն է ղեկավարում կազակների հետ աշխատում։ Չէ, դա ոչ թե իմ յետադրությունն է կամ վերլուծությունն է, ես ասում եմ այն ինչ որ հստակաբար գիտեմ։ Դաժան բանա դրանք ծրագիր չունեն ու բանա պարզվում մանավանդ տեսել եք այդ որ ներկայացնում են այդ Իսրայելի գեներալին ես նորից ասում եմ ես ժողովների հետ կապված բաներ ընդհանրապես չունեմ պիտի մի բան հասկանանք վերջապես դա պետությունն է Իսրայելը մեր հակառակորդն է ինքը չի կարող դառնալ մեր դաշնակից պետություն որովհետև ինքը վարում է ռազմաքաղաքական ծրագիր Ադրբեջանցի հետ ստեից միջև այստեղ մեր այրի իրանց ներքի մեջ կան իսկ մենք չկանք մեր իրանց զինվորների մեջ մենք չունենք մեր ձերքի մեջ իսկ դրանք ունեն մանավանդ բանակել եք ես լսում այս ամենը տարապետյան ես ասում եմ վստահաբար դրանք բանակը կորցրել են բանակը իրանց հետևից չի գնալու նորմալ մարդ իրան հետևից չի կարող գնալ Ոտ նուրբ թեմա է, էլի, այսինքն դրան անդրադառնալուց դու պիտի պատրաստ լինես, որովհետև այն վիդեոն տեսել եք, որ դրանք ցույց են տալի ոնց Պարսկաստանի ռակետներ են խփում։ Այո։ Մեր դաշնակիցը նայեք, այնպես կանի որ այդ երի դասարներ բան չեն տեսել կյանքում ու դրանք ոչ մի բան են անցած ճանապարհը չունեն այդ երիտասարդներ որ այդ թիմի անդամներ են կուսակցության անդամներ են դրանք ոնց ասեմ կենսագրություն էլ չունեն դրանք իմ նման մարդու հետ ոչ թե ես մեծամիտ եմ չէ բայց ստիպված բիդի ասեմ չեն կարան գոնե մի րոպե իրանց բոլոր թիմի անդամներ չեն կարան իմ այդ հավասար մի րոպե գորը խոսան արտաքին եւ ներքին քաղաքականության մասին հələ չեմ ասում ամատանգության ոլորտի հետ կապված պաշտպանական ոլորտի հետ կապված չնայած ամատանգությունում եւ պաշտպանությունում կա ինձնից ավելի բարձր մարդիկ մակարդակով որ ավելի լավ են հասկանում գեներալներ կան ուրեմն ես ասում եմ գնացեք եկեք զորավարժություն հասկացնենք ցել ջոդների հետ միասին Հունաստանի հետ միասին գնացեք բերեք մի հատ վաշ կամ գումարտակ ուզում եք երկու վաշ երկու գումարտակ ինչ ուզում եք ես իմ տղերքով 5 հոգով կգամ 5 րոպե մեջ անելու եմ sense դուք փախնելու եք դիրքերից Հիմա չկա sense բան դիրքեր միրքեր սահման մահման նոր պատերազմի գաղափարի մեջ այդ բանը չեն աշխատում ու բացի դրանից մենք չունենք օպերատիվ խորություն մեր երկրում մեր խրամատներ հակառակորդի հետ տեղ կա որ ես եղել եմ տեսել եմ իմ աչքերով կա 15 մետրից մինչև 25 ինչ ասում ինտելեկտուալ սահման ենք դասավորում եթե ես տեղ նստած եմ ձերքը սենց եմ անում թուրքի կիթն եմ խփում ինչ ես անելու այնտեղ մենք մեր տղերքը նստած են 8 հոգի դրանք 30 հոգի մենք 10 հոգի դրանք 120 հոգի ու սենց անգրագետներ կարտություն չստանող բան ճանապարհը լավ եք եղել ծղեր ջան ձեր դեմ չեմ ձեր ցավը տանեմ պատրաստ եք մասնակցել իմ նման մեր սպայների կամավորների նման զինվորին լավ եք արել հարգում եք բայց ուր եք մտնում չեք համանչում արա ես ոնց կարամ գնամ Բրազիլիա ասեմ որ ես իրանց սբորնի տրեներն եմ մարզիչ եմ դառել ինձ ասել են ես մի հատ բան պատմեմ ուրեմն որ դուք հասկանաք ոչ թե միայն դուք այլ մեր ազգը մի քանի տարի առաջ մինչև ձերից պատմելը ես մի բան ասեմ որպեսզի մեր հետևորդները ճիշտ հասկանան էլի մեզ թող տպավորություն չստեղծվի որ սենց վերցել ենք առանձին կուսակցություն ու սենց ընկել ենք իրանց հետևից քննադատում ենք ոչ մի պրո բան չունենք ուղղվածություն Նիկոլը պիտի գնա միանշանակ
Այսինքն մենք կարծիք ենք արտահայտում, ոչ մեկի կողմը չենք, խոսում ենք եղած իրողությունից, որ նա այս պահին վնասում Հայաստանի Հանրապետության շահերին, ճիշտ եմ ասում։ Ուրեմն Նիկոլը պիտի գտա միանշանակ Ռոբիկը Սերժիկը չպիտի հայտնվի։ Երևի լսել եք կենտրոնի ինչ որ բան ասել դեղ պատերազմի ժամանակ, իբրև հրաման չի եղել, հա, ինչ որ sense բան ասել։ Այո, այդ ինչ որ բան է։ Այդ ասել։ Հա։ Ուրեմն Ժորժ ջան, Էրնես լսել, ես քեզ հիմա sense զինվորական բարեմ օգտագործելու, բայց ստի ես իմ խոսքերի համար պատասխան տալու եմ։ Հրաման ա եղել, որ չխառնվեք, բան չանեք։ Ուրեմն դու Նարեկ, այդ որ այդ բաները մեջ է սադրում ես, մեր ժողովրդի բանի մեջ ես գցում, որ իբրև 20 թվին միջև պատերազմը սկսելու հրաման ա եղել, որ մեր բանակը Արցախի չմտնի, բան չանի, այս չանեն, ժողովուրդ ես ասում եմ, Սամվել Կարապետյանի թիվը ոտից գրող սուտասաններ են։ Ես քեզ ասում եմ, եթե դու ասում ես, որ հրաման ա եղել, ուրեմն այդ հրամանի կոպիան բեր։ Դու քեզ ով ասել, որ հրաման ա եղել։ Դու ոչ համակարգի մեջ ես եղել, ոչ գլխավոր շտաբում ես եղել, ոչ ՊՆ-ում, ոչ վարչապետի աշխատակազմում ես եղել, ոչ անվտանգության խորհրդում, ոչ միտեղ չես եղել։ Քեզ ով ասել, որ սենց հրաման ա եղել։ Ինչու ժողովրդին սուտ եք ասում, որ ժողովուրդը ասի, բա տենում ենք մենք բանակ ունենք, հրաման տվել են հակառակորդը հարձակում է։ Հիմա ծնող ինչ պիտի մտածի Էրնես ջան։ Այսինքն սենց էջ բանակ ենք ունեցել, որ իմանալով, որ հակառակորդը հարձակվում է, հրաման են ստացել, մենք էլ չմասնակցենք։ Հիմա շատ ճիշտ թեմա եք բարձրացնում, նայեք, ես նաև իմ կարծիքը ասեմ, անկախ ամեն ինչից, այսօր հասկանում ենք նախընտրական պայքարում ինչ կանոններ են օգտագործում, ինչ կանոններով են խաղում եւ այլն, բայց ըստ իս օգտագործել բանակը դիվիդենդներ շահելու համար ու հատկապես ամենանուրբ թելերին կպնելով, այս պատերազմից հետո, որ մենք գիտենք պայքարողներից մեկն էլ դուք եք այն թեզի դեմ, որ ասում էին բանակը չի կռվել հանձնելա, բանակը չի կռվել հանձնելա։ Դա ամենամեծ վիրավորանքն է, ոնց որ հիմա դուք ասեցիք, թե ծնողների, թե այն սպաների ու զինվորների, որոնք իսկապես կանգնած են եղել ու անհավասար ուժերի դեմ են կռվել։ Ու օգտագործել այդ նախընտրական քարոզարշավում, կարծում եմ, ով ուզում է լինի, ուզում է ոսկե սարեր խոստան Հայաստանին, ես կարծում եմ դա ճիշտ չի էլի։ Հիմա մեր մոտ սենց է, մի հատ սերժանտ է, մի հատ ավագ լեյտենանտ է, հիմա սա իրաց դրել է փորձագետ է տեղ, չնեղանակ տղեր ջան։ Մարդիկ կան խոսքենակ դասակի գործ ա ունեցել, դասակի հրամանատարն ա եղել կամ վաշտի կամ գումարտակին։ Հիմա սա դառել են ռազմական փորձագետ։ Կարան Հայաստանի մասշտաբով, համաշխարհային մասշտաբով ծրագիրներ ներկայացնեն։ Արա գնացեք կարտոց ստացեք, կենսագրություն ունեցեք, հետո կգաք մեր գեներալին դաս կտակ։ Այդ որ ասում են կենտրոնական հրաման է եղել կենտրոնից, այսինքն մեր գլխավոր շտաբից։ Դատարանում հանդիպենք ու դու պիտի գաս սպասատղթերը բերես, ապացուցես, որ գլխավոր շտաբը sense բան ասել։ Բայց եթե չես կարող ապացուցես, ինչ ես անելու։ Առաջին հրաման եղել է 22-ին, հետո 24-ին, հետո 25-ին։ 25-ին կառավարության նիստի ժամանակ մարտից ես առաջարկել եմ, մենք պլաներ ենք նշանակել, նույնը բանը տեղական ավտանգության պրոտոկոլ ենք մշակել ինտերնետը փակելու համար։ Լիքը գործեր ենք մշակել, նույն ինտերնետ փակելու համար, որ հակառակորդը չմտնի, չհազնի մեր բնակիչների վրա, հասկանում եք։ Գիբրիդային պատերազմը որ փակ է։ Մենք ներկայացրել ենք, որ պիտի ստեղծենք ազգային ճգնաժամային կենտրոն, երբեք այդ գաղափարը ոչ թե միայն Հայաստանում չի եղել, աշխարհում չի եղել, հետո ամերիկացիք, իրանց Պենտագոնը, Պաշտպանության նախարարությունը, Ֆրանսիայի գլխավոր շտաբը, տարբեր երկրներից, որ իմացել են, որ մենք ստեղծել ենք ազգային ճգնաժամային կենտրոն, այնտեղ սա մասնակցել են կենտրոնի մեջ ամի կառավարությունից եղել են 2-3 հոգի մարդ, ԱԳՆ-ից, ԱԱՑ-ից, ՊՕԱԿ-ից, վարչապետի աշխատակազմից, տարբեր մեր բանակի վարչությունից, տարբեր վարչություններից 2-3 հոգի մարդ ենք։ Մենք ստեղծել ենք ոչ թե միայն այսպես համակարգը, որ համագործակցումը ամբողջ պետության համակարգի ոլորտի հետ եւ տեղական հակապայքար ենք տարել ու ոչնչացրել ենք 18 ժամից հետո մենք ոչնչացրել ենք Թուրքիայի տեղական պայքարը լրիվ ոչնչացրել ենք ընդամենը Հայաստանը մի հատ մարդ է բայկոտ արել այս ծրագրին
Այդ մարդը անուն ազգանուն Արմեն Գրիգորյան ավանդական կարտողարը խնդում է, չգիտեմ ինչ անում, նախանձում է, բան անում, ասում է ես էլ գաղափարում, բա գաղափար ունես, գնա առաջարկի, ինչու՞ չես առաջարկել, ու մարդ չի ուղարկել, հետո ուղարկել է մի հատ աղջիկ 23-24 տարեկան ավանդական խորհրդից, իր անպայից ոնց որ լրագրող է եկել, եղել է խորհրդակցության գլխավոր շտաբի հետ, որ տանում է բանը, գլխավոր շտաբը պետ, մի հատ sense մարդ է ուղարկել մակարդակին, պլինտուսից ցածր մարդ է ուղարկել, պլինտուսից, դա էլ ավանդական խորհուրդ է, ու դրանից հետո մեկ իրանց չենք տեսել, էլ չուզեցել ուղարկի, միջև իրան չեն ասել լսի, վարչապետի հրամանով այդ ամեն ինչ արնում, բանակը, դա ոչ թե միայն պատերազմ է, դա գիտությունն է, դա գիտնականների գործն է, Իհարկե։ բանակը չի մտնում պատերազմի մեջ, բանակը մտնում է մարտական գործողությունների մեջ, իսկ պատերազմը տանում պետությունը ամբողջ իրան ներուժով մեքենայով, բանակը մասնակցում է, բայց եթե բանակի մեջքի հետևից պետությունը չկա, բանակը դառնում է Հռոմի գլադիատորա, վերջում պիտի սենց անեք կամ նենց անեք։ Հիմա այդ քանի որ այդ թեման բարձրացրիք, հիշում եք մի քանի օր առաջ վարչապետը ինչ ասեց, բանակը չպետք է լինի, ճիշտ եմ, չէ, մեջբերում երկրի անվտանգության երաշխավորը ժամանակակից աշխարհում։ Քանի որ մեր վարչապետը շատ անգրակ է մարդը, ինքը ոչ չգիտի բանակը ինչ է։ Այնա բանակի sense վիճակ են բերել, որ լացելու բան է։ Լացելու բան է։ Նայեք, մենք որպես հայեր ապրենք միլիոն տարի որ ապրենք այլ տարածաշրջանում, մենք պիտի հասկանանք մի բան։ Այս տարածաշրջանում մի միլիոն տարի մենք ապրենք, մի միլիոն տարի մենք գտնվել ենք պատերազմի մեջ։ Այո։ Չի նշանակում, որ ամեն մի տարի պատերազմ լինելու, բայց միշտ այդ վտանգը լինելու է, միշտ։ Ուրեմն առաջ անգամ 300 տարից հետո թուրքը մի հատ շանս է ստացել անցի իրան նպատակին։ Միանա Թուրքիայից միջև Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան, մտնի միջև Չինաստանի սահմանը։ Ու ինքը, ես վստահաբար ասում եմ, երբեք այդ շանսը չի կորցնելու։ Ու միշտ ոչ թե միայն ես եմ ասում։ Ես շփվում եմ տարբեր մարդկանց հետ, բարձր մակարդակով, եւ Եվրոպայում, եւ Արևմուտքում, դիվանագետների հետ, նախարարների հետ, դեսպանների հետ, պետություններ կա, որ պաշտպանության նախարարների հետ եմ շփվում։ Սա ասում են, ծեր պատերազմը դեռ չի ավարտվել։ Ուլնելու է այս պատերազմը։ Ինձնից 15 մետր հակառակորդ անստած։ Այդ խելացի սահմանը ինչ պիտի հասկանալու։ Այդ առաջինը։ Երկրորդը, այսպես ասեք, հանրապետության հրապարակից միջև առաջի գիծը, որտեղ թուրքա նստած ադրբեջանցի 61 կիլոմետր Հայաստանը ճակատն է։ Այո։ Այդ ճակատի բերենն է։ Հրապարակից միջև առաջնագիծը ադրբեջանցիների առաջնագիծը 61 կիլոմետր։ Էնել Արարատի ճանապարհով գնում ես, դրանք սաղ վերահսկում են։ Դու չես կարող դա զորք ուղարկես, որտեղ կոնտրոլ են անում։ Հա, մենք ստեղծել ենք, դեռ տենում ենք, որ գնում եք դեպի Արարատ, երասխը տենում ենք, երկրորդ, երրորդ, չորրորդ գիծը կա։ Բայց օգուտ չի։ Ստեղ լրիվ ուրիշ գաղափար պիտի լինի։ Եթե ես տեղ եմ նստած 15 մետր թուրքա նստած, ինչ խելացի սահման։ Դա ինչ տուպոյ բաներ եք ասում։